Փառք Նժդեհին։ Նախկինների եւ ներկաների սիրախաղը, որը բեմականացվում է ադելության քողի տակ, իբր իրար ատում են, իրար, չգիտեմ, արդեն ժողովրդի համար իսկապես եւ ձանձրալի է եւ ընկալելի է։ Դե ամոթել է 7-8 տարի է այդ սև ու սպիտակ նախկինները կախաղում են, բայց մարդիկ հասկանում են, որ երկիրը դեռ հապկ անդամ է, իսկ բոլոր դեպքերում եթե դու հապկ անդամ ես, հրահանգը գալիս է Կրեմլից։ Այսինքն, թե նախկինները, թե ներկաները կատարել են եւ կատարում են Կրեմլի հրահանգները։ Իհարկե, այն ինչ որ արվում է թուրքերի համար, ՀՀ իշխանությունը ինչ որ անում է Թուրքի համար, դա էլ է հրահանգված Կրեմլի կողմից, որովհետեւ մարդն ասում է, ես ապրանքը վաճառել եմ, գնացեք հարմարվեք։ Եվ նախկինների մոտ նոր վերադասավորումներ են ուզում կազմակերպել, չգիտեմ, լևոնականներին են ակտիվացրել, դե երևի Սամվել Կարապետյանի այդ ֆակտորը չաշխատեց, մարդիկ հասկացան վերջ այդ մարդու ունեցվածքը ճնշող մեծամասնությունը Պուտինի ձեռքերի մեջ է, ասենք, դա ոնց կարող է հակառակվել Պուտինին, իսկ մեր ամեն չարիք գալիս է հենց բուն Ռուսաստանից, որ մենք կապված, կախված, չգիտեմ, բռնազավթված, օկուպացված ենք Ռուսաստանի կողմից եւ մեր հետ ինչ կատարվում է նրա արդյունքում, որտեղ մենք օկուպացված ենք, որտեղ մենք որոշումներ կայացնելու իրավունք չունենք։ Ու հանկարծ այս ֆոնին հայտնվում են նորաթուղ քաղաքական ուժեր, մարդիկ գնում ենք ընտրությունների, ոչ մեկ հետ չենք միանալու, հեսա գնալու ենք, էս անենք, այն անենք, հլը տեսեք սրանց տված թոշակը, հլը տեսեք սրանց գազի գինը, հլը տեսեք սրանց։ Հանրություն, եթե դու գաղութ ես, քո գազի գինն էլ է Կրեմլում որոշվում, քո տրանսպորտի գինն էլ է գաղութում որոշվում, քո հացի գինն էլ է գաղութում որոշվում, քո մշակութային հնարավորությունների սահմանափակումը, ընդեղից են ասում, այ դուք շատ չխորանաք։ Հայոց պատմություն մի ուսումնասիրեք, թող այդ ժողովուրդը չհասկանա ինքնով է։ Հասկանում եք, որ ասում եք պետք է գանք թոշակը, բայց եթե դու մնացիր գաղութ, դու ոչ կարող ես թոշակ բարձրացնել, ոչ կարող ես աշխատավարձ բարձրացնել, ոչ կարող ես գիտության վրա ծախսել, գիտության վրա ծախսեր չեն արվում, հələ քիչ չի, դեռ կրճատվում են, որովհետև հայոց միտքը զնդանել են, որովհետև եթե մենք փող դնենք մեր մտքի վրա, մենք կունենանք հզոր ռազմաարդյունաբերություն, որը տարածաշրջանում բալանս կփոխի, որը թուրքերին, ազերիներին կխեղճացնի, բայց այդ ծախսերը կրճատվում է։ Դա հո, ասենք, բան չի, ասենք, Նիկոլը կամ Սերժիկը չէին որոշում։ Ոչ, դա որոշում էր Կրեմլում, որ մենք պետք է խեղճ ապրենք, որ մենք դպրոցում այս պետք է սովորենք, այս չպետք է սովորենք։ Այդ որ ամերիկացիներն այդքան բերեցին ու լցրեցին Հայաստան ապուշ էին իրենց այդ բան ուղեղային կենտրոնները կամ այդ IT ոլորտը, որ դենց ամերիկացիների այդ ճյուղը եկան այդտեղ ամեն մեկը իր բանը կազմակերպությունը բացեց, հայ երիտասարդները համալսարանից, հələ համալսարանը չավարտած միանգամից լցվում էին այդ գործին։ Դա տեսնում են, չէ՞, թշնամիները։ Եվ վախենում են, դրա համար է մեր գիտությունը անկում ապրում։ Այդ որ ասում են գալու եմ սենց եմ, դու չես կարող, դու մինչև չազատվես գաղութարարից։ Դուք խոսեք գաղութարարից ոնց եք ազատվելու։ Ռուսահպատակը ասում է, ես գալու եմ այս տղա, եթե դու ռուսահպատակ ես, ռուս քեզ թույլ չի տալու, որ դու զարգանաս։ 300 տարի Ռուսաստանի կազմում է իր։ Է զարգանայիր։ Հասկանում եք։ Եթե մեկը կասի, ես գալու եմ, այս փոխեմ, ոչ։ Դու նախ պետք է լինես ինքնիշխան, ինքնուրույն, որ դու կարողանաս փոխել, որ դու որոշում կայացնես։ Չէ, հասարակ մի բան, պարոն Պապյանը Կանադայից պայմանավորվել էր, որ պետք է բերեն ռազմական արդյունաբերություն Հայաստանում, զենք արտադրեն, կանադացիների հետ։ Մտնում են Սերժիկ Սարգսյանի մոտ, ասում են, ծրագիր կա, այնտեղ հարցնում են, բա ռուսները կթողեն։ Ասում են, չէ, չեն թողել։ Դե ասում են, որ չեն թողել, գնացեք։ Այդ ծրագիրը օրինակ։ Ողջ եւ առողջ, պարոն Պապյանը, այդ ժամանակ Կանադայի դեսպանն է եղել։ Մարդուն տեղից ծրագիր է բերել Հայաստան։ Բայց ասել են չի լինի, որտեղ ռուսները թույլ չեն տա։ Հիմա դու միջև գաղութից չազատես, ժողովուրդ, եթե մեկը կասի, հեսա ես ընդրությունում եմ գալու եմ հաղթեմ, ու այս լավ բաները քո համար անեմ, չի կարող անել, որտեղ
Պուտինը թույլ չի տալու։ Գաղութարարը իր գաղութներում մարդկանց խեղճացրած է պահում, որ ինքը միշտ կառավարելի լինի իր համար։ Եվ վերջ։ Եթե որից մեկը խոսում է ընտրություններով հաղթելուց, նշանակում է ինքը կամ դիտմամբ ուզում է ժողովրդին մոլորեցնել, կամ տհաս է։ Ես առաջարկում եմ բոյկոտել ընտրությունները։ Եթե կգա օրը, դեռ կլինի Պուտին, դեռ կլինի Նիկոլ, Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցողների զգալի մասը բացակայում է երկրից։ Իրենք շատ հանգիստ կարող են կեղծել, ասենք գնաց մի կես միլիոն մարդ դրեց, ասենք լավ հենց բևերին ու սասնացրերին քվեարկեց, օրինակ։ Իրենք հաստատ 1 միլիոն լցոնում կանեն, չերևանա, մարդիկ ազնագրերով ամեն ինչ կարող են անել, տեղը կա։ Եվ բևերը կդառնա փոքրամասնություն, ասենք օրինակ խորհրդարանում։ Եվ իրանք իրաց գործը առաջ կտանեն էլի։ Այսինքն այս վիճակով գնալ ընտրությունների եւ զենքը թողնել, ասենք ռեժիմի ձեռքին, բանը այդ ընտրական հանձնաժողովը իրենցն է, այդ հանձնաժողովների կազմակերպելու, կառուցելու բանը իրենց վրա է, հասկանում եք, փողը իրենց ձեռքին է։ Ու գնալ, որ այս բուլետենը գցելով պատիվ դու հաղթես, չի լինի այդպես։ Բացարձակ չի լինի։ Պետք է համակարգը փոխվի, ինչ ենք ասում, ժամանակավոր անցումային իշխանություն, կառավարություն։ Ժամանակավոր, որ ոչ մեկ չլինի սրանցից, ազատվեն գաղութարարից, ժամանակավոր, մեկը գա, որ ոչ մի շահ չունենա, որը հետագայում իշխանություն ունենալու իրավունք չունենա, ժամանակավոր, ինքն եկավ տարի կեսա մնաց իշխանության, ինքը չի կարող ընտրություններին մասնակցել։ Այսինքն չեզոք մարդ պետք է գտնվի, դրվի, որ այդ մարդը տարի կեսա Հայաստանը կառավարի, անկաշկանդ, անկաշար, անկողմնակալ, կառավարում է, ամեն ինչ դնում է ռելսերի վրա, թողնում գնում է։ Սենց պետք է ընտրություններին մասնակցել։ Բայց հիմա տեսեք նախկինները, որ ասենք փնտրտուքների մեջ են, բայց իրենք լավ հասկանում են, որ քանի դեռ կա այս նախկին ներկա այս խաղը, ասենք ճիշտ է ժողովուրդը ձանձրացրել են, բայց իրենք պետք է դա ցույց տան, հետո խորհրդանում որ կեղծեն։ Իմիջիալից ասեմ, եթե ձայները, այսինքն եթե չէ, կեղծելու են նաև այս նախկինների խորհրդարան են տանելու։ Սրանք էլ գիտեն, որ ասենք ինչ կեղծվի, Նիկոլը ինչ կեղծի, այսինքն Պուտինը ինչ կեղծի։ Սրանց տեղը թողելու է, փայը կոպիտ ասած թողելու է։ Պետք է սրանք խորհրդարան մտնեն, առանց սրա չի լինի։ Ազգային, եթե բևերը նույնիսկ 60% ձայն հավաքի, ցույց չեն տալու դա։ Ջարդել են, նույնիսկ ցույց են տալու 1.5 ասել են, այդ չէ ձեր բևերը։ Հասկանում եք։ Ժողովուրդն իրաց մոտ կասարա, ոնց այսքան բևերին սիրում ենք, ուրեմն այդքանն է, հա, այդքան, բայց այդքանը չէ։ Այսինքն, որպեսզի դու ազնիվ ընտրությունների մասնակցես, դու պետք է ռեժիմին փոխես։ Եվ սրանց անպայման, ասենք այդ որ տարատեսակ ակտիվանում են SN-ան, խորհրդարան տանելու են։ Տանելու են, որ այս 5 տարի է, երբ խորհրդարանում իրար հեր, թուրք, թշնամի, մեկը թուրք էր ասում, մեկը չգիտեմ եսի ինչ էր ասում, մեկը KGB agent էր ասում, մեկը չգիտեմ դու ծախեցիր, դու կերար, դու տվեցիր, դու հողատու, դու չգիտեմ եսի ինչա դու, հասկանում եք, որ ժողովրդին զբաղեցնեն։ Այս ֆոնը երևալու է։ Պուտինն էլ նախկիններին, այս միջարց նախկիններին եմ ուղում ես խոսքս։ Լավ այդ կարգի անիկն ասեր, այն ամենախլենքոտ, առանցն էլ կպն ինքը իրենից խլենքոտ վիժվածքների հավաքածու է։ Այն ամենավերջի դեն են գազնել վերակենում ռոբիկ, նախկինների ծոծրակ կտեսնեն իշխանություն չեն, ամենը մեծ ես ուղեղ հայհոյեն, գիտես, ու դուք այդ ինչ շատ եք այդ Պուտինից վախենում, որ լուր կուլ եք տալի Նիկոլագանի հայհոյանքը։ Լավ այդ կարգի, հա, այդ կարգի, ձեզ ինչ ուզում ասում են, ով թրքաբարոները, այս կարգի դուք արդեն ընգել եք արա, կամ ասենք չեք տեսնում դաշնակցություն, որ ասենք Քոչարյանը հələ Հայաստանում այն կարգի աղտոտված հեղինակություն ունի քաղաքական, որ ասենք Նիկոլի արած այս վիժվածքություններին, ասենք էլի ինքն է ամենաչսիրված բանը, սուբյեկտը։ Նորից բան եք անում Քոչարյանի հետ վերամիավորում ենք։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ Կրեմլից ասել են դուք այնտեղ տեղ ունեք անպայման, բայց Քոչարյանը պետք է ձեր գլխին լինի։ Ինչը դու չեք հասկանում, որ Քոչարյանի հետ դուք չեք կարող ինչ-որ մի բան հաղթահարել։ Նշանակում է պետք է կեղծվի։ Դուք ամեն ինչից տեղյակ եք, շատ լավ հասկանում եք։ Դուք ինչ եք ցույց տալի։
Ես առաջարկում եմ ընտրությունները բոյկոտել։ Ոչ թե մասնակցել ընտրությունների։ Այնց անել, որ եթե կմնան Պուտին, Նիկոլ, չգիտեմ, սրանք եթե կմնան, այս ռեժիմը կմնա, իհարկե։ Խոսքը ռեժիմի մնալու դեպքում եմ ասում։ Նաև սրան զուգահեռ թուրքերը շտապում են։ Իրոք խառնվել է իրար այս թե միջերկրական ծովում Թուրքիայի վիճակը, թե Սիրիայում։ Հիմա տեսեք, Ռուսաստանը եթե լրիվ կործանվում է, Թուրքիայի դերը բացարձակապես Ադրբեջանի դերը բացարձակապես նվազում է։ Իրանք շտաբում են արդեն, այսինքն այն ծրագրից, որ ծրագիր կա, որ տասնյակ տարիներ պետք է աշխատես, որ այդ ազգին ոչնչացնես, մարես։ Բայց շտաբում են։ Եվ Էրդողանը այնց հայտարարություններ է անում, ասենք որ եթե Հայաստանում արդար ընտրություն լինի, Նիկոլը պետք է 0.0 չգիտեմ էլի, բացի կառավարությունից, որից է մեկը չպետք է, նույնիսկ կառավարություն կարող է մարդիկ հասկանան, որ իրեն չպետք է ընտրեն։ Հասկանում եք, մարդը բերանացի ասում է, պատմական արդարությունը վերականգնվել է։ Եվ այդտեղ մեծ դերակատարում են ունեցել, այսինքն Արցախը, որ մտամ Ադրբեջանին բան եղավ, անցավ, պատմական, մարդը երկրորդ պատմական անարդարությունը վերականգնվել է, որտեղ մեծ դերակատարում են ունեցել Ալիևն ու Նիկոլը, սրանց համագործակցությունը։ Ասենք, այս բառը, ասենք ժողովուրդը լսելիս, ասենք կարող է գնա Նիկոլին ընտրի։ Չի գնա, չէ՞։ Բայց մարդը այդ հայտարարությունը անում է։ Դուք չեք պատկերացնում, ինչքան են շտապում սրանք։ Սարսափելի։ Ու այսքանից հետո ասենք, եթե հանգարց, նորից եմ ասում, եթե մեկը գրի կեցը մեր վարչապետը, ուրեմն դու թուրք, չգիտեմ ես իմ ինչի տղա ես, կամ աղջիկ ես, եթե կգրես։ Լսեք Էրդողանին ինչ է ասում։ Այնքան վարված են թուրքերը, ասում է գերտերություն։ Այդ մարդիկ ոչ Սարդարապետն էին մոռացել, ոչ Բաշար Աբարանն էին մոռացել, ոչ Ղարաքիլիսան էին մոռացել, ուրեմն իրենք ոչ Արցախյան առաջի պատերազմն էին մոռացել, ոչ Շուշիի ազատագրումն են, իրենք այնքան հարվածներ էին ստացել եւ նեղված էին, եւ ինչ է ասում է Ալիևի այս հաղթանակը, դա թուրքական աշխարհի հաղթանակ էր։ Հələ պատկերացրա ինքը որ 100 տարի առաջ այդ պարտությունները հայից կրելով, իմիջայլոց ասեմ, Սարդարապետում ջարդվել է թուրքական ամենավորակյալ բանակը, որը անգլիացիներն այդ Գալիպոլի են ասում, ինչ են ասում, այդ ճակատամարտում հաղթել էր։ Այդ հզոր ստորաբաժանմանը Թուրքիայի ամենահեղինակավոր ստորաբաժանումն է մասնակցել Սարդարապետում, ու հայ բանակը փոքրաթիվ, որոնք կանոնավոր էլ չեն եղել մեծամասամբ, ժողովուրդ եղան, փոց խառել, գնացել են կռիվ, դրանց ջարդել են։ Ու Էրդողանը սարսափելի ամոթ էր ապրում։ Հիմի փառավորվել է, չէ՞ որ բանում էլ ասեց, չէ՞, ասեց բանի Թայլատ ասեց, Ջեմալ ասեց, չէ, իրենց բանի, այս Աթաթուրքի անունը տվեց, ասեց հոգին փառավորվեց այս հաղթանակից։ Իրենք այդ կարգի ստորացված էին, մինչև այս պահը։ Թուրքերը ստորացված էին, եւ Էրդողանը չի զսպում, բայց իրանք էլ լավ գիտեն, որ իրենք դրանով հայ ժողովրդին չեն հաղթել։ Ռուսները մեր ձեռքերը կապել են, իրենք իրենց թուրք աղբերներով եկել սկսել են ջարդելը։ Այդքանով հանդերձ հայ զինվորը չի կոտրվում։ Բայց նորից շրջանառության մեջ խոսում են, չէ՞, ասում են Սև լճի շրջանում հայ զինվորները, որ գնում են ծառայության, ասում են թուրքերը ստուգում նոր են բաց թողում։ Դուք պատկերացնում եք Նիկոլն ասում է Արցախը տվեցինք, ինքնիշխանություն ձեռք բերեցինք։ Ինքնիշխան պետության զորքին թշնամին ստուգում է, մաքսակետ է դրել, նոր բաց է թողում։ Այսինքն զինվորը պետք է զենքով անցնի։ Հիմա ինչ, այսինքն թուրք զինվորը զինաթափում է, նոր ասում է դե գնաց առողջության, ես չեմ հասկանում ինչն են ստուգում։ Նարկոտիկ են ստուգում, ինչն են ստուգում։ Նիկոլի ասած ինքնիշխան Հայաստանի զինված ուժերի ծառայողին ստուգում է ադրբեջանցին, ծաղրում է ադրբեջանցին, նոր բաց է թողում։ Այդ իրենք ուզում են ոգևորեն, որ իրենք ուժեղ են, բայց դենց չի։ Նա գիտի, որ Նիկոլը թիկունքից հարվածելու է, խելոք գնում գալիս է, բայց նրա մեջ առյուծ է նստած։ Նիկոլին այդ աթորից որ հանում ես, այնտեղ նստում է առյուծը, եւ այդ առյուծի հետ կապը հաստատվեց, թուրքերը փախնելու են։ Բայց ամոթ է։ Հասկանում եք, խոսվում է, անընդհատ ասվում է։ Այն Սև լճի թուրքերն են, որոնց այդ շտաբի պետը մեր այդ բանակի ասում էր, սովից հեսա, սովազանան կգնան, կամ կսատկեն։
Բանից բարձրն է մաքսակետ են դրել հայ զինվորներին իրենք են ստուգում նոր բաց թողում ծառայության։ Հաստատ համոզված եմ էլի, որ ասենք ոչ են թողի զենքը ձեռին անցնի այնտեղ։ Կասեն զենքերը դրեք ստեղ գնացեք այնտեղ կանգնեք, կգաք զենքերը կվերցնեք կգնաք։ Կամ էլ կարող է անընդհատ զենքը վերցնել չեն էլ տալի։ Հաջորդ հերթափոխը գալիս է նոր զենքը թողում է գնում է այնտեղ։ Ես չգիտեմ, բայց հետաքրքիր էլի ինչը պետք է ստուգեն։ Դա հո մաքսակետ չի։ Ու զինվորը պետք է զենք ունենա։ Իրենց ի՞նչն է անհանգստացնում զենքը։ Ուրեմն զենքը ձեռքից վերցնում են զինվորի։ Այսինքն տղաներն այնտեղ ենթադրում եմ ծառայություն են կատարում առանց զենքի։ Դուք հասկանում եք Նիկոլը մեր բանակին ինչ օրն է գցել։ Ու այսքանից հետո ընտրել Նիկոլին, դա նշանակում է լինել ցեղասպան։ Նիկոլի աջակից դու ցեղասպան ես։ Դու թալյատ ես մեր համար։ Իսկ թալյատներին մենք չենք ներելու։ Մենակ խաղաղությամբ։